Սկզբանե, ոչ թե մի քանի տարի, այլ ի սկզբանե ես Դավիթ Բեկյան խաղերի մասնագիծ եմ։ Դավիթ Բեկյան խաղերը լավագույններից է, եթե ոչ լավագույնն է, որովհետև բովանդակային է։ Ոչ միայն ձևն էլ, կատարողականն էլ բարձր որակի է, սակայն հիմա մեզանում շատ կան նման միջոցառումներ, նման տարբեր տեսակի ջամբարներ եւ այլն, շատ քիչ է, երբ որ տեսնում ես, որ հիմքում դրած է գաղափարը, միասնականության, իրար հանդեպ սիրով լցված լինը, իմիջիալից ոչ միայն մասնագիծ երիտասարդներ, այլ մարզիչների միջև էլ այստեղ այդ ամեն ինչը արվում է, որովհետեւ ընդհանուր սիրո մթնոլորտ տիրի, որը որ մեզ բակասում է, իսկ մեզ հաղթելու համար սերն է, պետք է Դավիթ Բեկյան խաղերի հիմքում սերն է, գաղափարը, առ հայրենիք սեր, առ ընկերություն, առ հայ մարդը, առ ինքնությունը եւ պատկանելությունը։ Այնպես որ այստեղ թե որպես զինվորներ պատրաստվում են ֆիզիկապես եւ նաեւ հոգեպես։ Ինչքան ես տեսնում եմ, տարեստարի գնալով ավելի ամրանում է, ավելի հասնում ենք մեր նպատակին։ Դե ասեմ միշտ էլ մեր երիտասարդները հայ երիտասարդը լավագույնն է։ Գենետիկապես արդեն ինքը գրում է իր մեջ, այն հաղթանակած գենը գրում է իր մեջ։ Եթե այսօր մեր երիտասարդության մեջ խնդիրներ կան, ես պիտի խնդրեի, որ իմ եւ իմ սերնդագիցներին եւ ընդհանրապես մեր մեջ փնտրել խնդիրը, ինչքանով ենք մենք ուղղորդում մեր երիտասարդներին դեպի բարին, դեպի սերը, ինչպես քիչ առաջ ասացի, դեպի աստվածայինը, դեպի արմատները, դեպի ինքնությունը, այստեղ խնդիրը մեզ հետ է կապված անպայման, իսկ մեր երիտասարդները հրաշք են, եւ ամեն տեսակ, թե նաեւ այսօրվա երիտասարդությունը շատ ավելի մեծ որակներ ունի, քան երբ որ մենք էինք երիտասարդ։ Ես սա տեսնում եմ եւ ես կարծում եմ, որ մնում է, որ մենք հավատանք մեր երիտասարդներին եւ այն ինչ որ մեր պատասխանատվության ներքո է, մենք կարողանանք վերցնել այդ պատասխանատվությունը իբրև ավագ սերունդ եւ թևեր տանք մեր երիտասարդներին, որ թռիչք ունենան։